Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք նրա 3-րդ երկի 9-րդ գլուխը, որտեղ ըստ արիացիների երկրորդական արարիչը Տեր Բրահման կամ այլ կերպ ասած նյութական բանականության մարմնավորումը ինքը ուրեմն աղոթք Տեր է մատուցում Գերագույն Աստծո ազնվորությանը։ Այստեղ մենք ձեզ հետ պետք է շեշտենք այդ գաղափարը, որ արիացիները, ինչպես տեսնում ենք, համառորեն պնդում են, որ իրենք հանդիպում էին Գերագույն Աստծո ազնվորությանը, որ իրենց շատ քաջ հայտնի է նրա արտաքինը, նրա անունը եւ այլն եւ այլն։ Եթե մենք խոսենք ժամանակակից լեզվով, ապա մենք կարող ենք ասել, որ միգուցե արիացիները խոսում են այլ մոլորակայինների մասին, որոնք իրենք գալիս էին մեր մոլորակ, եւ կրթում էին մարդկությունը, բարձրացնելով նրանց ուրեմն այսպես կոչված քաղաքակրթության մակարդակ։ Եվ այս իմաստով, չէ, մոտեցումը կարող է լինել տարբեր, մեծ հաշվով մեզ այդ տեսակետները չեն հետաքրքրում, ինչու, որովհետև մենք ուսումնասիրում ենք ոչ թե պատմական իրադարձությունները, մենք ուսումնասիրում ենք արիացիների գաղափարախոսությունը լրիվ այլ կետից։ Ես ամենասկզբում շատ հաճախ էի կրկնում, որ մեզ արիացիների գաղափարախոսությունը պետք է հետաքրքրի միայն եւ միայն մի պատճառով։ Արիացիները իրենք կարողանում էին կառուցել ոչ միայն հզոր, որովհետև հզոր կարողացել են կառուցել շատ ու շատ ուրեմն կայսրություններ։ Արիացիները իրենք այո կառուցում էին անհաղթելի հզոր ուրեմն կայսրություն։ Մենք տեսանք ձեզ հետ, որ Գերագույն Աստծո ազնվորությունը, երբ եկավ ժամանակը, որ պիտի գար աստվածաբերժության դարաշրջանը, եւ դա նշանակում է, որ աստվածակենտրոն կայսրության հզոր մարտիկները պետք է վերանային, որպեսզի կարողանար գալ աստվածամերժության դարաշրջանը։ Իսկ դա նշանակում էր, որ արդեն հենց արիացիների քաղաքակրթության մեջ պետք է սկսեին նաև ծնվել աստվածամերժ կենդանիակներ, իսկ քանի դեռ կենդանի էին նրանք, ովքեր պաշտպանում էին քրոնական դաշտը, դա ուղղակի հնարավոր չէր։ Եվ մենք զրուցեցինք այդ թեմայով, որ իրականում Գերագույն Աստծո ազնվորությունը, եթե ինչքան էլ դա ծիծաղալի հնչի, բայց չկարողացավ գտնի այնպիսի ուժ, որը կկարողանար արիացիներին վնասել։ Եվ ինքը արիական քաղաքակրթությունը վերացրեց ներսից, կազմակերպելով քաղաքացիական պատերազմ։ Այսինքն հզորության տեսանկյունից, այո, արիացիները իրենք ահավոր սարսափելի հզոր էին, կարող ենք այսպես ասել։ Բայց արիացիները նաև կառուցում էին երջանիկ հասարակություն։ Երբ որ իրենք թվարկում են, մենք սա բազմիցս խոսել ենք, երբ որ իրենք թվարկում են ուրեմն կրոնականության 4 արդյունքները, իրենք ասում են, առաջինը դա այն է, որ ազնվորությունը պետք է վերցնի իրական կրոնական սկզբունքներ, եւ որոնք են իրական կրոնական սկզբունքները։ Կրոնական սկզբունքները իրենք ճիշտ են կառուցված, երբ որ իրենք տալիս են երկու արդյունք։ Այսինքն արիացիները իրենք ասում են դհարմա, արթա, կամա, մոքշա, այսինքն ինչի մասին է խոսքը։ Դհարմա խոսքը ինքը շատ ծավալուն խոսք է, ես միշտ ասում եմ, որ այդ մի խոսքի վրա կարելի է մի փոքրիկ գրքույկ գրել, այդ խոսքի բոլոր ասպեկտները բացատրելու համար, բայց եթե այսպես շատ ընդհանրացնում ենք, դա ուրեմն ամեն մի կենդանի էակի նախասահմանումն է նյութական աշխարհում։ Եվ երբ որ կենդանիակը ինքը կատարում է կրոնական նախասահմանումները, իրական կրոնականությունը ինքը պետք է ապահովի առաջին հերթին
կրոնական դաշտում ապրող, իրական կրոնականությամբ զբաղվող բոլորի բարեկեցությունը։ Այսինքն իրական կրոնական պետության մեջ չեն կարող լինել աղքատներ։ Եթե պետությունը համարվում է կրոնական եւ ինքը իր մեջ պարունակում է աղքատ մարդիկ, դա անմիջապես աղքատ մարդիկ, ճնշված կենդանիներ եւ վատ վիճակում բուսականություն, դա անմիջապես խոսում է նրա մասին, որ կրոնը շահագործվում է աթեիստների կողմից։ Իրական կրոնական անձնավորությունները չեն կարող ունենալ այդպիսի խայտառակ իրականություն։ Երկրորդը, ինչ որ ասում են արիացիները, եթե ռեալ Աստված կա, եթե ռեալ իր կողմից տրված բարոյականության կանոնները ճիշտ են, ապա երկրորդ արդյունքը, որը պիտի ստանա ամեն մի հոգևոր մարդ, դա իր ցանկությունների կատարումն է։ Հիմա, ինչու է դա գալիս երկրորդ հերթին։ Առաջին հերթին, որովհետև ցանկությունների մի մեծ մասը հնարավոր է իրականացնել, եթե կենդանիակը եթե մարդը ինքը բարեկեցիկ է, համաձայն եք։ Երկրորդը, ուրեմն, կայանում է նրանում, որ երբ որ կենդանիակը ինքը լուրջ է հոգևոր կյանքում, դա նշանակում է, որ ինքը հաստատվում է առաքելության մեջ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ինքը ուղղակի իր բլության համաձայն ուղղակի չի կարող ունենալ այնպիսի ցանկություններ, հասկանում եք, որոնք իրենք դժբախտություն կամ անհանգստություն կբերեին ուրիշ կենդանի էակներին։ Որովհետև առաքինի մարդը ինքը միշտ ապրում է ըստ հանրահայտ բանաձևի, ինքը երբեք ոչ մի պարագայում ուրիշների հետ չի վարվում այնպես, ինչպես կվարվեն, չեր ուզի, որ վարվեն իր հետ։ Հա, սա առաջինը, եւ երկրորդը դա այն է, որ իրական աստվածային, ուրեմն, բաները, բարոյականության սկզբունքները, իրանք իրանց մեջ պարունակում են ճիշտ պարտականությունների բաշխում։ Այսինքն իրենք նկարագրում են ամեն մի մարդու համար կախված նրա առաջին հերթին սեռից, երկրորդ հերթին տարիքից, երրորդ հերթին տաղանդներից, բայց դրա համապատասխան սահմանում են որոշակի ճիշտ պահվածք, որպեսզի անձնավորությունը ինքը կարողանա ճիշտ կատարել իր պարտականությունները, որոնք են ճիշտ կատարված պարտականությունները։ Ճիշտ կատարված պարտականությունները իրանք դիմացինին, հաստատում են երջանկության մեջ։ Եթե անձնավորությունը ինքը ընդունում է ինչ-որ մեկից ճիշտ պարտականությունների կատարում, որը իրեն ապահովում է հարմարավետություն, եւ ինքը որպես պատասխան այդ նույն բանը չի անում, այդ ժամանակ պարտականություններ կատարողը ինքը ուրիշի երջանկությանը նպաստում է, իսկ ինքը լինում է դժբախտ։ Եվ հենց այս իրականության հետ են պայքարում հոգեբանները, երբ իրենք մտնում են պարտականությունների դաշտ, այնտեղ, որտեղ պարտականություններ կատարողներին դարձնում են դժբախտ եւ սկսում են նրանց հետ խոսել անձնական սահմանների մասին։ Այսինքն, եթե արդեն ոչ մեկ մտահոգ չի քո երջանկությամբ, եղիր բարի, խելքդ գլուխդ հավաքիր եւ մտահոգվիր քո երջանկությամբ ինքդ։ Իսկ դրա համար դու պետք է առաջին հերթին սահմանագծես սահմանները։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դա, այո, սխալ
բանի սխալ տրադիցիաների, սխալ ուրեմն դրվածքի հետևանք է այդպիսի արդյունքը։ Երբ որ արիացիները ասում են, եթե անձնավորությունը ինքը վերցնում է իրական աստվածային բարոյականության օրենքներ, ինքը բարձրանում է ուրեմն առաքինության գոյավիճակ, առաքինության գոյավիճակի մեջ ինքը համեստ է, խոնար է, բռնությունից ազատ է, համբերատար է, սիրում է ապրել մաքուր եւ պարզ կյանքով։ Չէ՞։ Այս 5 որակները, երբ որ աստվածությունն ինքը հետևում է, վերցնում է այդ որակները, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդպիսի անձնավորությանը անմիջապես առաջի քայլով վստահում է բարեկեցություն։ Հա? Ինչու՞, որտեղ երբ որ կենդանիակը ինքը վերցրեց առաքինությունը, ինչպիսի բարեկեցություն էլ ուզում է իրան վստահվի, ինքը ագահության սահմանը երբեք չի անցնի։ Եվ հենց դա է այն գործոնը, որը թույլ է տալիս կառուցել այնպիսի հասարակություն, որում բոլորը բարեկեցիկ են։ Որովհետև շատ հարուստներ եւ շատ աղքատներ ձևավորվում են այն պայմանում, երբ որ կենդանիակը ինքը ուրեմն երբ որ անձնավորությունները իրան կացել են ագահության սահմանը եւ մտել են հարստության թեմայով մրցակցության մեջ ուրիշ կենդանիակների հետ, հա, եւ ուրեմն այդ մրցակցության մեջ հաղթել են եւ դրա համար անասելի հարուստ են, ինչ որ անձնավորությունների անասելի աղքատության հաշվին։ Հիմա ցերիներս, չէ՞, ուրեմն հաջորդ քայլով կատարվում են կենդանի էակի ցանկությունները։ Ինչու՞։ Այս է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը այդ բարոյականության օրենքներ նոր ցանկությունների կատարում։ Գերագույն Աստծո անձնավորության խոսակցությունը մեզ հետ միայն այդպիսինն է, որ ես կատարում եմ առաքինի ցանկությունները։ Երբ որ դու քո կրքերից, քո ատելություններից դրդված, ուզում ես մոմ վառի, ուզում ես գլուխդ պատին խփի, ուզում ես գնա աստվածությունների առաջ տաճարներում փռվի, ինչ ուզում ես արա։ Եթե դու գալիս ես եւ ինձանից պահանջում ես, որ ես ենթարկվեմ քո նյութական կապվածություններին եւ ատելություններին, այսինքն դառնամ անարդար, ես դա երբեք չեմ անելու։ Հասկանում եք։ Այսինքն, որպեսզի ես կատարեմ քո ցանկությունները, որտեղ կան երկու կատարողներ։ Աստվածամեժության դարաշրջանում կան ցանկությունը կատարող երկու անձնավորություններ։ Դա մեկը Գերագույն Աստծո անձնավորությունն է, մյուսը Սատանան։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը իր պայմաններն է առաջ քաշում, իսկ Սատանան իր։ Սա մենք բազմիցս քննարկել ենք։ Չէ՞։ Այսինքն, ինչ եմ ես ուզում ասեմ։ Ես ուզում եմ ասեմ, որ այն մեզ արիացիների քաղաքակրթությունը հետաքրքրում է այս տեսանկյունից։ Հասկանում եք։ Այս տեսանկյունից է հետաքրքրում։ Այսինքն, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը աջակցում է, որպեսզի մարդիկ իրենք կառուցեն այնպիսի հասարակություն, որտեղ ինքը հասարակությունը շատ ուժեղ է, հասարակության մեջ ապրող մարդիկ բարեկեցիկ են եւ երջանիկ։ Մենք հույսով եմ, որ զարգացրեցինք այդպիսի հասկացողություն, որ եթե հասարակության անդամները իրանք գտնվում են, ուրեմն տգիտության եւ կրքերի գոյավիճակների ազդեցության տակ, դա ինքնըստինքյան նշանակում է, որ իրենք չեն կարող կառուցել երջանիկ հասարակություն։ Դրամանկ մենք պատմության ընթացքում ամենտեղ կարող ենք տեսնել, որ այո, հաջողվել է հաստատել հազոր կայսրություններ։ Այդ կայսրությունները բոլորը կայացել են պատերազմների, ուրիշ ազգերի ավիրումի ստրկացնելու հաշվին, չէ՞, եւ բոլորին դարձրել են դժբախտ։ Հասկանում եք, կամ դժբախտ, կամ ստրուկ։ Նույնն էլ երկուսն էլ դժբախտություն է։ Չէ՞։ Եվ ուրեմն իսկ արիացիների փորձը ինքը այլ էր։
Եվ մենք այս գաղափարախոսությունը ուսումնասիրում ենք այդ հասկանալու համար, թե ինչի հիմքի վրա էին իրենք կարողանում կառուցել երջանիկ հասարակություն։ Չէ, մենք հիմքը հասկացանք, իրանք դա անում էին առաքինի մարդու հաշվին։ Ուրեմն մեզ հետաքրքրում է ուրիշ հարց, թե ինչի հաշվին էին իրենք կարողանում հասնել քաղաքակրթության այն մակարդակին, որ մարդը կարողանար ղեկավարել իր կենդանական վնասները եւ ունենար քաղաքակիրթ պահվածք։ Իսկ քաղաքակիրթ պահվածքը իր մեջ ենթադրում է ամենակարևոր ուղղվածությունը։ Քաղաքակիրթ մարդիկ իրենք հետաքրքրված են իրենց շրջապատում բոլորի երջանկությամբ։ Եվ այդպիսինն են բոլորը։ Իհարկե, մեր ժամանակներում, երբ մենք ապրում ենք հիմնականում կամ աստվածամերժ կամ ձևական կրոնականների շրջապատում, լինել իրական հոգևոր մարդ եւ այդ հոգևոր կյանքում լինել երջանիկ մի քիչ բարդ խնդիր է։ Ես չեմ ասում անհնար։ Ես ասում եմ բարդ։ Որովհետև այո, իհարկե, հատկապես եթե մենք արդեն շատ ենք լրջանում հոգևորի մեջ, այո, աստվածամերժերը իրենք կարող են շատ լուրջ, շատ դաժան քայլերի գնալ, որպեսզի ցավ պատճառեն հոգևոր մարդուն, կամ ուղղակի որպեսզի խայտառակեն իրան, որպեսզի ինքը չկարողանա օրինակ ծառայի ուրիշ մարդկանց համար, որ իրենք կարողանան հասնել հոգևորի մեջ հաջողությունների։ Այդ խնդիրները մենք ժամանակի ընթացքում շատ խորը կքննարկենք, որպեսզի ամեն մի մարդ, որ ինքը փորձում է իրոք հոգևոր ճանապարհով գնալ, իրոք այդ ճանապարհի վերջում հանդիպել Աստծուն, ինչպես դա անում էին արիացիները, որպեսզի այդ ճանապարհի ընթացքում իրենք ամեն ինչը անցնեն գրագետ եւ հնարավորինս հեշտ։ Այս պահին մենք ձեզ հետ քննարկում ենք արիացիների պատկերացումները, թե ինչպես է արարվում աշխարհը։ Մենք ձեզ հետ քննարկեցինք ամենակարևոր դրույթը։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը համաձայնություն է տալիս, որպեսզի գոյություն ունենա նյութական աշխարհը, այն կենդանի էակների համար, որոնք օգտվելով իրենց ազատության իրավունքից չեն ուզում ապրել այն աշխարհում, որը ստեղծել է կամ արարել է Գերագույն Աստծո անձնավորությունը։ Իրանք դժգոհ են մնում իրենց դերից եւ դիրքից հոգևոր աշխարհում, եւ դա կոչվում է նախանձ, Եվ այդ նախանձը իրականացնելու համար Գերագույն Աստծո անձնավորությունը այդպիսի հոգիներին տրամադրում է ուրիշ տարածք։ Ինչու համար։ Որովհետև եթե նախանձ հոգիներին թույլ տրվի մնալ անկեղծ եւ մաքուր հոգիների շրջապատում, իրենք անպայման կավիրեն այդ անկեղծ հոգիների երջանկությունը։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը տալիս է տարածքը, բայց թե այս աշխարհը ինչպիսի կենդանեակներով կլինի լցված, որոշում են հենց իրենք կենդանեակները։ Կախված նրանից, թե ինչպիսի արարքներ են իրենց թույլ տալիս այս աշխարհում իրենց նախանձը կամ առավելություն ունենալու ցանկությունը բավարարելու համար։ Եվ այսպես ուրեմն, սիրելիներս, այս պահին Տեր Բրահման, երկրորդական արարիչը, ինքը սովորաբար լինում է սովորական կենդանի էակ։ Մենք քննարկեցինք, որ այո, արիացիների գաղափարը հենց դա է, որ կենդանի էակը իր արժեքային համակարգի համաձայն, այսինքն բանականության մարմնավորումն է Տեր Բրահման, չէ, իր արժեքային համակարգի համաձայն, կոպիտ ասած, ստեղծում է իր համար իրեն համապատասխան մարմին։
Եվ Գերագույն Աստծո աստավորությունը տալիս է նյութական տարածքը, տալիս է համապատասխան մարմինը, որին արժանացել է կենդանի էակը, եւ կենդանի էակը շարունակում է այս աշխարհում գործել։ Այս պահին Տեր Բրահման, որպես երկրորդական արարիչ, որը հիմա արդեն տիեզերքը պատրաստ է, այսինքն կա տարածքը, կա ամբողջ տիեզերքը, կան այդ տիեզերքում բոլոր մոլորակները, հա, եւ առաջ է գալիս առաջի կենդանի էակը, այսինքն նյութական արժեքային համակարգը։ Եվ Տեր Բրահման ուզում է հասկանալ, թե ինքը ինչպես պիտի արարի, որ իրականանա ուրեմն արարչի կամքը։ Որպեսզի ինքը, այսինքն երբ որ ինքը հայտնվում է նյութական աշխարհում, մենք տեսանք, որ իրեն առաջին հերթին հետաքրքրեց այդ հարցը. ես ով եմ եւ ես որտեղից եմ։ Ես ինչի համար կամ։ Տեր Բրահման ինքը փորձեց, որովհետև ինքը բանականության մարմնավորումն է, փորձեց հետազոտությունների միջոցով հայտնաբերել իր ծնունդի գաղտնիքը։ Ինքը խորասուզվեց Լոտոսի ցողունի մեջ, ինչպես մենք տեսանք, չէ, եւ այդպես ուրեմն էմպիրիկ ուսումնասիրությունների միջոցով սկսեց գնալ, որպեսզի բացահայտի իր ծնունդի գաղտնիքը։ Եթե տեսնում եք, ուրեմն մենք մարդկությունը մինչև հիմա էլ այդ գաղտնիքը բացահայտել չի կարողացել։ Ոչ մի գիտություն դեռ որ չի կարողացել անցնի այդ սահմանը, որպեսզի հասկանա, թե որտեղ, որ գործոններից է առաջանում ոչ թե մարմինը, այլ կյանքը։ Հա? Եվ ինչպես է լինում, որ սերմնահեղուկի մեջ գտնվող մի հատ պուճուրիկ, միկրոսկոպի մեջ երևացող մասնիկը վերջում դառնում է ձևավորված շնչող կենդանի էակ։ Հասկանում եք, այս առեղծվածը, այսինքն հարց, որտեղից է եւ ինչպես է առաջանում սերմը, այսինքն նյութ, որի մեջ կա կյանք։ Հասկանում եք, այդ սահմանը, ինչպես տեսնում ենք, դեռ գիտնականներին չի հաջողվել անցնել, եւ արիացիները իրենք պնդում են, դիմում են իրականում գիտնականներին, ասելով իրենց մի էլ փորձեք, չեք կարողանալու հասկանալ։ Հասկանում եք, սիրելիներ, չէ՞։ Եվ ուրեմն հիմա Տեր Բրահման ինքը լսեց մի բառ, իր ականջին շշնջացին տապո, այսինքն ճիքեր, ճգնավորություն։ Տեր Բրահման ինքը թողեց ուսումնասիրությունները, այդ նույն ցողունով վերադարձավ իր լոտոսի վրա, նստեց եւ խորասուզվեց իր մեջ։ Սա է արիացիների առաջին հուշումը, որ եթե դու ուզում ես հասկանաս, թե դու ով ես, ուզում ես հասկանաս, ինչ ես քեզանից ներկայացնում, ուզում ես հասկանաս, ինչ պիտի անես, որտեղից ես հայտնվել եւ այլն, բոլոր հարցերի պատասխանը վերաբերվող կյանքին եւ քո կյանքի իմաստին գտնվում են ոչ թե դրսում, այլ քո ներսում։ Սա է արիացիների առաջի խոսակցությունը։ Երկրորդ խոսակցությունը, որ իրենք վարեցին մեզ հետ, դա նա էր, որ երբ որ բանականությունը ինքը այդ հետազոտություններով պատտվում է եւ խորասուզվում է ինքը, անձնավորությունը բանականության հիմքի վրա խորասուզվում է ինքը իր մեջ, ինքը հայտնաբերում է շատ հետաքրքիր ճշմարտություններ։ Եվ ամենակարևորը դա նա է, որ հետազոտելով, այսինքն խորասուզվելով ներքին աշխարհի մեջ, կենդանեակը պարզ հասկանում է,
որ այս աշխարհը ունի ղեկավար։ Այսինքն փոխվում է նրա ընկալումը։ Այդ process-ը մենք մեր ժամանակներում կոչում ենք յոգա, թեկուզ իրականում արիացիները իրենք ունեն 4 տեսակի յոգա։ Դա կարմա յոգան է, գյանա յոգան, դհյանա յոգան եւ ուրեմն բhakti յոգան։ Դրանք բոլորը յոգաների process-ներ են։ Յոգա բառը նշանակում է միացում Աստծո բացարձակի հետ։ Հա, հիմա կարմա յոգա նշանակում է գործողությունը կապել Աստծո հետ։ Դա բարոյականության կանոններն են։ Գյանա յոգա նշանակում է իմաստությունը կապել Աստծո հետ։ Կամ ասեք, արժեքային համակարգը, հա։ Դհյանա յոգա նշանակում է կենտրոնացումը կապել բացարձակի հետ։ Եվ դհյանա յոգան իր մեջ ունի ուրեմն խաթխա յոգա, ռաջա յոգա եւ արդեն հենց ինքը դհյանը։ Մեր ժամանակներում մենք յոգա ենք անվանում միայն խաթխա յոգա, այսինքն շատ բարձրացրել ենք եւ յոգա բառը դասեմացրել ենք, ռուսներն ասում են պլինտուսից ավելի ցածր։ Հիմա եւ վերջինը դա բhakti յոգան է, այսինքն էմոցիան կապել Աստծո հետ։ Կենթանիակը ինքը բաղկացած է գործելու ունակությունից մարմնի միջոցով, արժեքային համակարգից ընկալելու, հասկանալու եւ այլն, այդ ունակությունը ունի կենտրոնանալու ունակություն, որտեղ ձևավորվում են ցանկությունները կենթանիակի, այսինքն միտքը, այսինքն մարմին, բանականություն, միտք եւ էմոցիա։ Վերջինը Աստծո հետ կապում են էմոցիան։ Հա, երբ որ այդ սիստեման խախտվում է մեր ժամանակներում, ինչպես են քանդել արիացիների ուրեմն տեսությունը, խաթխա յոգան կարմա յոգան դիտարկվում է որպես առանձին ճանապարհ, գյանա յոգան որպես առանձին ճանապարհ, դհյանան որպես առանձին ճանապարհ եւ բhaktin որպես առանձին ճանապարհ։ Կարմա յոգայում հայտարարված է, որ հոգևոր աշխարհ ես հասնում բարոյականության օրենքների միջոցով, գյանա յոգայում, որ դու կարողանում ես, որ ոչ մի հոգևոր աշխարհ չկա, ճշմարտությունը իմպերսոնալ բրահմանի մեջ է, այսինքն լույսի մեջ է, եւ դու այնտեղ ես հասնում, երբ որ արժեզրկում ես նյութական աշխարհը, քո անձնավորությունը եւ հարաբերվելու հնարավորությունը, դհյանա յոգան ինքը ուրեմն հայտարարվել է, գերհոգի եսի մեջ այդ ամենը ջնջվել է, մնացել է, որ ուղղակի դու զբաղվում ես մարմինդ կարգի բերելով, մի քիչ 3 րոպեանոց պատկերավոր ասած մեդիտացիաներ ես անում, գալիս ես հավասարակշիռ վիճակի։ Հետո այդ վիճակում մարզված մարմնով, հավասարակշիռ ներքին աշխարհով դուրս ես գալիս կրքերդ եւ տգիտությունդ բավարարելու համար։ Վերջնականում սա է ստացվում, էլի։ Եվ բhaktin, հա, այսինքն էմոցիան Աստծո հետ կապվելու ճանապարհը հայտարարվում է որպես ճանապարհ, որը նախատեսված է սենտիմենտալիստների համար։ Եթե ուրեմն անկեղծություն լինի, ապա լուրջ բhakti յոգայով զբաղվող լուրջ հոգևոր հեղինակությունների գրվածքները, եթե մարդիկ իրենք լուրջ կարդան, հատկապես հոգեբանության տեսանկյունից, իրանք կտեսնեն, թե ինչ մակարդակի տիրապետում են բhakti յոգային կատարելության հասած անձնավորությունները, ինչ մակարդակի են տիրապետում փիլիսոփայությանը եւ ինչ մակարդակի են տիրապետում հատկապես հոգեբանությանը, որը չեն տիրապետում ոչ կարմա յոգայի ներկայացուցիչները, ոչ գյանայի եւ ոչ էլ առավել եւս դհյանայի։ Հասկանում եք, չէ՞։ Բայց ինչևից է, մենք պիտի ուղղակի պարզ պատկերացում ունենանք, թե ինչի հաշվին է ընդհանրապես քանդվում ինքը համակարգը։ Ես իհարկե մեծ ճիքեր եմ գործադրում, այսպես, իմ ուժերի սահմաններում մեծ ճիքեր եմ գործադրում, որպեսզի այդ համակարգը նորից հավաքվի եւ դառնա հասկացվի, որ դա ամբողջովին մի ճանապարհ է, հա,
Եվ ուրեմն Տեր Բրահման հիմա այս պահին ինքը աղոթք է մատուցում Գերագույն Աստծո աստավորությանը այդ կատարելության տեսանկյունից։ Եվ մենք տեսնում ենք, թե մշակույթը որն է։ Ուրեմն առաջի բանը, երբ որ արիացին ինքը հանդիպում էր Գերագույն Աստծո աստավորությանը, մինչև այդ ինքը երկար կյանքեր process էր անցնում, չէ՞, եւ այդ հանդիպման պահին տեղի էր ունենում շատ հետաքրքիր մի երևույթ, որն է այդ երևույթը։ Կենդանիակը ինքը ապշած էր մնում։ Այդ առաջի բանը, որ ինքը ստանում էր, դա իր բոլոր զգայարանները, հա, այսպես էլի, ոնց ասեմ, էլի, ապշահարված վիճակում էին հայտնվում։ Հա, որովհետև աչքերը տեսնում էին կատարելություն, հա, ականջները լսում էին կատարյալ ձայն, քիթը հոտ էր քաշում կատարյալ մարմնի հոտ, հասկանում եք, այսինքն ամեն ինչը ինքը այնպիսի կատարելության էր Գերագույն Աստծո անձնավորության արտաքինի մեջ, որ կենդանիակը նկարագրվում է, այսպես էլի, եթե հայաբարի ասեմ, խոսալու ունակությունը կորցնում էր։ Հասկանում եք, այսինքն չէր կարողանում խոսել առաջի հերթին այդ շոկից, հա, այդ հիացմունքից, որ ինքը զգում էր, որտեղ ինչքան էլ ուզում եմ մենք նկարագրենք, որ Գերագույն Աստծո աստավորությունը ինքը երիտասարդ է, գեղեցիկ է, սեն է, չէ, միևնույն է։ Տեսեք, ասենք հիմա, օրինակ իր նկարագրությունը լիարժեք կա, չէ՞։ Եվ հիմա հատկապես երբ որ հայտնվել է արհեստական բանականությունը, շատ մարդիկ իրենք փորձ են կատարում Գերագույն Աստծո աստավորության այդ նկարագրության համաձայն ինչ որ բան տեսք նկարեն, չէ՞։ Բայց միևնույն է, որ նայում ես, տեսնում ես, որ ինչքան էլ ուզում է իրանք այնպես են նկարագրում, որ արհեստական բանականությունը ինչ որ այդպես յուրահատուկ գեղեցկությամբ տղամարդ նկարի, տղամարդու մարմին նկարի, հա, ուրեմն կամ ստացվում է այսպես բացարձակ կանացի մարմին, շատ կնոջ նման, որ դժվար է տարբերել, որ դա տղամարդ է իրականում, հա, այսինքն տղամարդկային սկզբունքեր, կամ արդեն անպայման ինչ-որ մի կոպտության էլեմենտ են մտցնում, որպեսզի հասկացվի, որ, ասենք, սա տղամարդու մասին է խոսքը։ Այսինքն անպայման պիտի ինչ-որ մկան ունենա ձեռքի մեջ, հա, որ հասկացվի, որ ինքը ուժեղ է, չէ՞, որտեղ տեսեք, ասենք, չէ, մենք հիմա երբ որ խոսում ենք ազգային աստվածների մասին, հա, ինչի մասին ենք, այ մենք իրաց ոնց ենք նկարում, շոսից մականոտ, բան, չէ, այս խիստ հայացքով, բան, ինչի որտեղ այ դրա մեջ մենք դնում ենք մեր հզորության պատկերացումը։ Այ արիացիները իրանք ջարդում են այդ բոլոր պատկերացումները մի գաղափարով, որ հոգևոր ոչ մի բանը ընդհանրապես նյութի հետ կապ չունի։ Եվ հոգևոր մարմնի հզորությունը ինքը կոպտության մեջ չի ձևավորվում, որտեղ հոգևոր մարմինը հզոր է, ոչ թե նրա հաշվին, որ բաներում, կլուբերում մարզվում է, հասկանում եք։ Եվ այդ համադրությունը, որ Գերագույն Աստծո աստավորությունը ինքը ահա որ նուրբ մարմին ունի, բայց եւ անասելի հզոր է, այս դա է, որ հոգևոր գաղափար է։ Այդ պիչեստերով, բանով, բան էդի տղամարդու պատկերացումն է հզորության մասին, նյութական պատկերացում, հասկանում եք, և ուրիշ ոչ մի բան, և ես դա ապացույցն է, որ այդ աստվածները հորինված են մարդու կողմից, մենք շատ ենք քննարկել, որ ազգային աստված գաղափարը ինքը արդեն նյութական գաղափար է, ազգային աստված գոյություն չունի։ Այդ ասեց էլի մի վարքյան բանականություն ասեց էլի լուրջ միացնեք, ուզես մինչև վերջ հարց տակ, ինչ է նշանակում ազգային արևի աստված, այսինքն որ արևը գալիս է հասնում է, որ դի լույս տա Հայաստանին, ինքը դառնում է Վահագն, հա, հենց որ Հայաստանի տարածքից մի քիչ դուրս եկավ, մտավ Պարսկաստան, ինքը դառնում է Միհր, հա, հենց դա անցավ Հնդկաստան, ինքը դառնում է Սուրիա։ Էդի հիմար գաղափարներ են, չէ՞, կներթողներ են էլ ինձ բոլորը։
Հասկանում եք, ուշադրություն չեն դարձնում, էլի ինչ գաղափարներ են առաջ քաշված։ Հասկանում եք, ու այնքան པարզ է այդ գաղափարը, էլի, որ եթե մարդկությունը ընդհանրապես մի հատ նստի իրան, այսպես աչոտ տա ինքը ինչով է զբաղված, այսինքն ինչով է զբաղված։ Այ ոնց որ մարմիններով են իրար հետ կռվում, ոնց որ բանականությամբ են իրար հետ կռվում, ով է ավելի ուժեղը, ով է ավելի խելացին, ով է ավելի էսի, ով է ավելի հարուստը, ով է ավելի սիչը, չէ՞։ Հիմա էլ աստվածներին են իրար հետ կռվածնում, ում աստվածներն են ավելի հզոր։ Այդ ինչի մասին են խոսում։ Խոսում են մի բանի մասին, ում մենտալ ուժն է ավելի հզոր։ Որտեւ այդ աստվածները բոլորը հորինված են։ Բոլորը անխտիր։ Որովհետև իրանց նկարագրության մեջ, բոլորի մեջ կա նյութական մարմնի, նյութական բնավորության, նյութական արժեքային համակարգի կոմպոնենտներ։ Այդտեղ տրանսցենդենտալ ոչ մի նկարագիր չկա։ Հասկանում եք։ Այ որ մենք գիտենք ինչ է նշանակում տրանսցենդենտալ, մեզ համար շատ հեշտ է քննարկել մնացած ամեն ինչը։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ այրացիները իրանք այդպես նկարագրեցին, որ առաջի հերթին կենդանիակը ինքը ընկնում է շոկի մեջ։ Երկրորդը ինքը սկսում է աղոթքներ մատուցել, երբ որ իրան հավաքում է, սկսում է աղոթքներ մատուցել եւ այդ աղոթքների մեջ մշակույթը ինքը նա է, որ ինքը սկսում է ասել, կոպիտ ասած, թե ինքը ինչ գիտի Աստծո մասին։ Հասկանում եք։ Եվ որ ինքը քննարկում է, թե ինքը ինչ գիտի Աստծո մասին, հաջորդը դա նա էր, որ քննարկվում է, թե այս հանդիպումը ինչու է ընդհանրապես տեղի ունեցել։ Այսինքն ինչու էր այդ կենդանի էակը ձգտում հանդիպել Աստծուն։ Որովհետև հասկանում ենք, չէ՞, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդքան էժան ազնվորություն չի էլի, որ ամեն մի տեղից վեր կացող իրան հանդիպի։ Մենք հեսա կմտնենք պատմությունների մեջ եւ մենք կտեսնենք, որ արիացիները մի կողմից իրենք պնդում են, որ իրենք հանդիպել են Աստծուն, բայց մի կողմից էլ նկարագրում են ինչի հաշվին։ Եվ այդ ինչի հաշվինը ինքը շատ հետաքրքիր կետ է։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, եւ մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը հենց այդպիսի աղոթքներ մատուցեց։ Հիմա շատ կարևոր է նա, որ ինքը, ինչպես տեսնում եք, բավականին երկար խոսում է։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը իրան չի ընդհատում։ Սա հարաբերվելու մշակույթ է։ Քանի դեռ մեր առաջ կանգնած ազնվորությունը ինքը ասելու բան ունի, իրան չի կարելի ընդհատել։ Միշտ պետք է կենդանիակին հնարավորություն տալ, որպեսզի ինքը մինչև վերջ ասի այն ամենը, հա, ինչ որ ուզում է ասել, ինչ որ իր համար կարևոր է, կներեք, հա, եւ ուրեմն այդ տեսանկյունից, չէ, մենք կարողանում ենք հասկանալ, որ մենք կարողանում ենք հասկանալ, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ուշադիր լսում է Բրահմային եւ չի ընդհատում։ Հիմա Բրահման ինքը արդեն ասում է ոնց որ իր վերջի տեքստերը, որտեղ ինքը հաստատում է, որ ինքը այսպես պարզ հասկանում է Գերագույն Աստծո ազնվորության դիրքը, նյութական աշխարհի նպատակը, այդտեղ ապրող կենդանիակների հոգեբանությունը, այդ հոգեբանությունից բխող ճակատագիրը եւ այդ ամեն ինչը ինքը հիմա խոսում է նրա մասին, որ հասկանում է։ Ինչու է ինքը այդպես անում։ Որն է այդ ամբողջ խոսակցության նպատակը։ Որովհետեւ վերջում
ինքը գերագույն Աստծո անձնավորությունից օրհնություն է խնդրելու, որ առաջնորդության ընթացքում չսխալվի։ Եվ դրա համար հիմա ինքը մանրամասն ներկայացնում է, թե ինքը ինչ է հասկանում Աստծո կենդանիակների նյութական աշխարհի արարման, այդ նյութական աշխարհում ապրող կենդանիակների հոգեբանության եւ այլի վերաբերյալ, որպեսզի եթե ինքը հանկարծ ինչ-որ մի սխալ բան ասի, գերագույն Աստծո անձնավորությունը շտկի, իսկ եթե ամեն ինչը ճիշտ է ասել, ուրեմն օրհնի, որպեսզի ինքը կարողանա առանց սխալների կատարի իր նախասահմանումը։ Հասկանում եք։ Եվ ուրեմն մեր այսօրվա տեքստն է 9-րդ գլխի 15-րդ տեքստը։ Հնչում է այդ տեքստը այսպես. Ես ապավինում եմ նրա լոտոսե ոտքերի հովին, որի մարմնավորումները, հատկություններն ու գործերը անըմբռնելի կերպով արտացոլում են այս աշխարհի ձևերը, հատկություններն ու գործունեությունը։ Նա, ով կյանքից հեռանալիս արտաբերում է թեկուզ եւ անգիտակցաբար նրա տրանսցենդենտալ անունները, անմիջապես ազատվում է իր բազմաթիվ կյանքերի ընթացքում գործած բոլոր մեղքերից եւ հասնում է նրա բնակավայրին։ Ուրեմն նորից եւ նորից հնչում է տեքստ, որը ինքը գովերգում է գերագույն Աստծո անձնավորության տրանսցենդենտալ անվան փառքը։ Հա? Այսինքն ես կասեմ այսպես, որ մենք հենց արիացիների գաղափարախոսության մեջ ենք գտնում Հիսուսի Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անունը քո։ Այս նախադասության բացատրությունը։ Ինձ ճիշտ ասած, հատկապես սկզբում փողոցում շատ էին կանգնեցնում մարդիկ, որոնք լսում են եւ հարց էին տալիս, ասում էին, Տիկին Անդելայդա, չենք կարողանում հասկանալ, հիմա դուք քրիստոնյա եք, որովհետև դուք Հիսուսին այնպես եք պաշտպանում, որ նույնիսկ ամեն մի քրիստոնյա այդպես չի պաշտպանում Հիսուսին, բայց ոնց որ թե ուրիշ գաղափարի մասին եք խոսում, հիմա դուք վերջը ով եք։ Գիտեք, ես այնքան դժվարանում եմ բացատրել, չէ՞։ Այնպես որպեսզի sense ամեն կողմից հարցակումների չենթարկվեմ, էլի։ Բայց իմ իրականությունը միևնույն է մնում է նա, որ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անունը քո աղոթքը ինձ համար իմաստավորվել է արիացիների գաղափարախոսության հետ հանդիպելուց հետո։ Հասկանում եք, որովհետև ուրիշ ոչ միտեղ ես չեմ գտել այնպիսի ազնվորություն, հա, որին կասեի քո Սուրբ անունը։ Ինչ-որ մեկը նկարագրվում էր որպես Աստված մի կույր ազնվորություն, որը զոհաբերեց իր աչքը, որպեսզի ընդամենը մի հատ այբուբեն ստանա, հա? Եվ հետո նկարագրվեց որպես նյութական աշխարհի արարիչ։ Իսկ երբ որ ազնվորությունը ինքը ճիղ է, այսինքն ճգնավորություն է անում, մի ոտքի վրա կախվեց, գլխով ներքև, չգիտեմ ինչ, երբ որ ինքը ճգնավորություն է անում, դա նշանակում է, որ իրանից բարձր ինչ-որ մի ուժ կա, որ իրան ինչ-որ մի բան պիտի տար։ Ուրեմն այդ անունը չի սազում, հա? Ինչ-որ տեղեր ասում էին, որ ինքը անուն չունի։ Ինչ-որ տեղեր Գերագույն Աստծո անձնավորության մարմնավորումներին, որոնք իրանք կիսատ հզորություն էին ցույց տալիս, հա? Բան հայտարարում էին որպես Գերագույն Աստծո անձնավորություն, եւ ոչ միտեղ ազնվորության հզորությունն ու հմայքը իրար հետ
նույնիսկ ոչ թե չէր արժևորվում, այլ ոչ էր քննարկվում էր։ Ինչու՞, որովհետև թող ինձ ներեն բոլորը, բայց սովորաբար Աստծո կերպարը հորինվում է տղամարդկանց կողմից։ Երբ որ դա հորինված գաղափար է, ինքը հորինվում է տղամարդկանց կողմից։ Տղամարդիկ են, որ ասենք տալիս են աշխարհին բոլոր գաղափարախոսությունները, չէ՞։ Դա է իրանց բնության սպეციფիկան, հա՞։ Սիստեմավորված տրամաբանության հիմքի վրա ինչ որ բաներ անելը, չէ՞։ Հիմա եւ տղամարդը ինքը միշտ խոսում է Աստծո մասին այն տեսանկյունից, որը որ իր պայմանավորված վիճակի համար է կարևոր։ Հասկանում եք։ Իսկ իր պայմանավորված վիճակի համար, որպեսզի հատկապես, որովհետև Աստծուն հորինում են միայն աստվածամերժության դարաշրջանում, մնացած դարաշրջաններում իրան ճանաչում են, չէ՞։ Հիմա տեսեք, տղամարդը ինքը ինչպիսի իրավիճակում է հայտնվում, չէ՞։ Ուրեմն ինքը հիմնականում աթեիստ է, գործնականում ինքը աթեիստ է կամ ձևական հոգևոր մարդ, շատ հիմա մի նայեք, էլի որ անկեղծ հոգևոր մարդիկ իրանք շատ են։ Դա արվում է հատուկ ողորմածությամբ, որտեղ հայտարարված է աստվածամերժության դարաշրջանի մեջտեղում հայտարարված է կրոնականության ծաղկունք։ Դրա համար հիմա շատ են ծնվում, այսպես էլի անկեղծ հոգևոր մարդիկ։ Բայց սովորաբար աստվածամերժության դարաշրջանում, չէ, ուրեմն տղամարդիկ իրանք պայքարի մեջ են գտնվում, իրանք թշնամանքի մեջ են գտնվում, մրցակցության մեջ են գտնվում եւ երբ որ իրանք դուրս են գալիս պայմանականորեն տնից, չէ, իրանք դրսում իրար հետ շատ դաժան հարաբերությունների մեջ են, կլաններ են կազմում, եսի ինչ, որպեսզի ավելի հզորանան, բան այդ ամեն ինչի մեջ որ ապրում ենք հետո մենք, չէ, դրա սկիզբը դրված է տղամարդու կյանքի ձևի մեջ։ Եվ երբ որ ինքը գաղափարախոսություն է առաջ քաշում հիմա արդեն հոգևոր, հիմա ինքը պիտի Աստծո կերպար չէ նկարագրի։ Հասկանում եք։ Այդ Աստծո կերպարը ինքը համապատասխանում է տղամարդու պահանջներին, թե ինչպիսին է պիտի լինի տղամարդը։ Իսկ Աստծուն միշտ Աստված ինքը արական է, չէ՞։ Հիմա տեսեք օրինակ, բաքցի յոգայի մեջ արիացիները իրանք ասում են, այո, իհարկե, ըստ էությամբ, եթե նույնիսկ կենդանիակը ինքը շատ լավ այդ գաղափարը չասեմ, вообще չեք մարսի, կներեք, չեմ ասում, հա։ Ուրեմն, եւ մենք տեսնում ենք, չէ, որ այդ նկարագրությունները իրանք համապատասխանում են դրան, որ սնում են տղամարդու հզորությունը, հա, ինքը այսպես ինքը պիտի միացած հզոր կերպար ունենա իր աչքի առաջ, չէ, որ իր Աստվածը դա է, այսինքն ինքը մենտալ կառուցում է մի հատ պատկեր, չէ, որը հոգեբանորեն դառնում է իր պաշտպանությունը, որ իմաստվածը ինքը հզոր է, մենք այսպես մկանոտ, բան, այսպես այդ քամուն տված մազերով, խիստ հայացքով, զենքը ձեռքը, որ այսպես իրան մենակ նայես վախենաս, չէ՞։ Ու երբ որ ինքը գործում է, եթե ինքը այդպիսի հատված է նկարագրել, կոպիտ ասած այդ կերպարը իր մեջքի հետևում հոգեբանորեն իր հետ է։ Եվ դա իրան ամրապնդում է։ Հասկանում եք, երբ որ արիացիները նկարագրում են Աստծուն, այդ կերպարից ոչ մի տղամարդ չի ստանում հոգեբանական սնունդ։ Հասկանում եք, որովհետև արիացիները իրանք նկարագրում են հզորությունը նուրբ մարմնի մեջ, որը տղամարդու գլխի ոչ մի մոլեկուլայում չի կարողանում տեղավորվի։ Հասկանում եք։ Ինչու, որտեղ պայմանավորված վիճակ կա, ինքը պայմանավորված է տղամարդու հոգեբանությամբ։ Կանայք էլ, ասենք, նույնպես հենց իրենց պայմանավորված վիճակից շատ հեշտորեն են ընդունում այդ կերպարը։ Ինչու համար։ Որովհետև իրանց համար նուրբ տղամարդը դա այն է, ինչի մասին երազում են։ Դու այսպես էլի չեք ասում բոլորը։ Մենք ես հիմա կասեմ կհասկանաք ինչի մասին եմ խոսում։ Ինչու
որովհետև Աստվածը մերժության տղամարդիկ, իրանք չարաշահում են իրանց ուժը եւ նսեմացնում եւ տառապանք են պատճառում կանանց։ Այո, կարող եմ ասել, որ եթե արդեն ազատության դաշտն է ձևավորվում, կանայք էլ պարտք չեն մնում։ Հա, կնոջ խորամանկությունը տղամարդու ուժի դիմաց։ Այսա եւ դուրս են գալիս առճակատման։ Բայց իրականում տղամարդը եւ կինը, չէ՞, օրինակարացիների մոտ իրանք նկարագրվում է այդպես։ Իմիջիալոց մուսուլման Մուհամմեդն էլ այդպես նկարագրել արարչագործությունը, որ Աստված ինքը ասում է, որ ինքը նույն բանից ստեղծեց տղամարդուն եւ կնոջը, այսինքն հավասար։ Եվ մենք հիմա կտեսնենք, երբ որ բրահմանիկը կսկսի արարչագործությունը եւ կհասնի նրան, որ կարարի արդեն մարդուն, դա նույնպես կլինի միանգամից մանուն եւ շատառուբան։ Այսինքն իրանք դուրս կգան ամուսիններով, լիարժեք հավասար դիրքում։ Հասկանում եք, չէ՞, եւ դրա համար այդ որ Աստված ինքը նուրբ է, որ ինքը էմոցիա հասկացող է, բան, իսկ տղամարդիկ իրանք հիմնականում իրենց առնականությունը հաստատելու համար հենց բանն են, չէ, հերքում։ Ասեք, էմոցիան է, չէ, հերքում։ Եվ այդ էմոցիան հերքելու ձգտման մեջ, հա, իրանք այն բռնությունը, որ կատարում են իրանց մեջ, որ իրանց էմոցիան թույլ չտան, որպեսզի առնական երևան, այդ նույն կոպտությունը իրանք հանում են դուրս որպես բռնություն կնոջ հանդեպ։ Ինչու՞, որտեղ կինը միշտ տղամարդուն տանում է այնտեղ, որ ինքը էմոցիա զգա։ Եվ դրա համար կինը ընկալվում է որպես թշնամի։ Հասկանում եք։ Հիմա այստեղ մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը տեսնում է Գերագույն Աստծո աստվածությունը իր 4 սեռանի ձևի մեջ, այսինքն ինքը տեսնում է եւ նրբությունը եւ հզորությունը, մենք խոսել ենք դրա մասին, որ երբ որ Աստված ներկայացվում է որպես 4 սեռքանի, իր 4 սեռքերի մեջ ինքը պահում է լոտոսը եւ խեցին, խեցիով ինքը կանչ է անում դեպի կրոնականություն, այսինքն բարոյականության եւ մաքրության դաշտ, իսկ մաքրության սիմվոլը դա լոտոսն է։ Այդ երկու սիմվոլը ինքը պահում է առաքինի հոգևոր հոգիների համար, որոնք իրապես զբաղված են հոգու մաքրագործման process-ներով։ Եվ ունի երկու երկրորդ ձեռք, որոնք իրենք մարմնավորում են իր հզորությունը։ Առաջինը դա ժամանակն է, կոչվում է Սուդարշանա չակրա, հա, ուրեմն դա ժամանակի մարմնավորումն է եւ գուրզը։ Եվ դա իր հզորությունն է։ Բայց արտակնապես ինքը միևնույն է։ Մնում է շատ գեղեցիկ, երիտասարդ, խաղաղ, հա, ոչ միշտ բաներ իր մեջ չկա։ Հա, մեկ ժառանգանում է, բայց միևնույն է ինքը ահավոր խաղաղ արտաքին ունի, գեղեցիկ է եւ նուրբ, թեկուզ եւ ահավոր հզոր։ Երբ որ մենք գաղափարներ ենք ստանում, որտեղ միանում են իրար հետ, այն գաղափարները, որոնք նյութական աշխարհում հնարավոր չեն, հենց այդ գաղափարներն են, որ տրանսցենդենտալ են։ Հասկացաք։ Հիմա Տեր Բրահման, ինչպես մենք տեսանք, ինքը ասեց, որ ես վերջնական ապաստարան եմ փնտրում, եթե մենք բառացի թարգմանենք, հա, այստեղ ասվում է, ես վերջնական ապաստարան եմ փնտրում այն Աստծո լոտոսային ոտքերի մոտ, ում մարմնավորումները, որակները եւ գործունեությունը, հա, հանդիսանում են որպես առաջնային աղբյուր, հա, եւ պրաոբրազ, այսինքն նախաձևը, հա, բոլոր ձևերի, բոլոր որակների, բոլոր գործողությունների, որոնք արտահայտված են այս աշխարհում, հա, եւ ինքը ինչ ավելացրեց, ասես թեկուզ եւ նյութական մտքի համար այս ամենը դառնում է անհասանելի, այսինքն նյութական միտքը ինքը չի կարողանում տեսնել Գերագույն Աստծո անձնավորությունը, այլ որպես ամեն ինչի աղբյուր։ Հասկանում եք։ Եվ ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց նա, ով իր մահվան պահին կարտաբերի Գերագույն Աստծո անձնավորության սուրբ անունը, հա,
Եթե նույնիսկ ինքը լրիվ չի գիտակցում այդ անվան հզորությունը, նրա փառքը, հա, անմիջապես կազատագրվի բոլոր այն մեղքերի ծանրությունից, հասկանում եք, որը ինքը կուտակել է իր բոլոր կյանքերում։ Հիմա այստեղ մենք մի շատ հետաքրքիր խոսակցություն ունենք, որն է այդ խոսակցությունը։ Տեսեք, այստեղ պարզ գաղափար է առաջ քաշվում։ Տեր Բրահման ինքը ասեց, որ այն անձնավորությունը, որը ինքը կրկնում է Գերագույն Աստծո անձնավորության անունը, եթե նույնիսկ չի հասկանում այդ անվան հզորությունը, հա, ինքը ազատվում է մեղքերից։ Ինչ է սա նշանակում։ Դեռս ինչ է նշանակում, այն մարդը ինքը ո՞ց պիտի իմանա, ինքը ազատվել է մեղքից, թե չի ազատվել։ Իրականում պատասխանը ինքը շատ պարզ է եւ ակնհայտորեն այսպես դրված է ջրի երեսին։ Որն է այդ պատասխանը։ Այդ պատասխանը ինքը կայանում է նրանում, որ եթե մեզ ասում են, որ դու ինչ-որ մի բան արեցիր, ինչ-որ մի բան ստացար, որը երբ որ դու արեցիր, քո մեղքերը վառվեց, չէ՞, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ես մեղք գործելու հակումը պիտի կորցնեմ։ Եվ այստեղ ես մի քիչ ինքնավստահ բաներ եմ ասելու, թեկուզ եւ գիտակցում եմ ինչքան վտանգավոր բան եմ ասում, գիտեք ինչու։ Որովհետեւ մեր ժամանակներում այդ սևությունը ինքը այնքան շատ է, հասկանում եք, ընդ որում էլի, դա այն գործողություններն են, որոնք այն որ ասում ձեռքը չես բռնի, չես կարող ապացուցել։ Կարող ես ընդամենը ասել, բայց կոնկրետ ոչ մեկի վրա չես կարող ապացուցել։ Ինչի մասին է խոսքը։ Տեսեք, օրինակ նույն Բhakti յոգայում, չէ, ասվում է, որ եթե կենդանի էակը ինքը իր հոգևոր կյանքում վիրավորանք է հասցնում սուրբ անձնավորություններին, ինքը կորցնում է իր օնակությունը զբաղվել Բhakti յոգայով։ Պարզ հասարակ թվում է առաջի հայացքից, պարզ հասարակ գաղափար է։ Եվ մարդը հանկարծ, եթե հանկարծ ինքը առավոտը վեր է կենում, եւ զգում է, որ ինքը չի կարողանում իր հոգևոր պրակտիկայով զբաղվի, չէ՞։ Ինչ է մտածում սովորական, հիմա այսպես տգետ, այսինքն որը տգետ ոչ թե որ վիրավորական, այլ չիմացող, հա, որ ինքը այն բանը, ինչ որ ես հիմա կասեմ, չգիտի։ Ինքը միանգամից անկեղծորեն, որովհետեւ դա անկեղծ հոգի է, ինքը միանգամից մտածում է, վայ, ուրեմն ես վիրավորանք եմ հասցրել։ Ում եմ, այդ որ մեկին, որը, հա, այստեղ ինչ-որ հոգևոր ուսուցիչներ կան։ Ուրեմն կամ ասենք, չգիտեմ, ինձանից ավելի զարգացած հոգևոր մարդիկ կան։ Ուրեմն ես իրանց վիրավորանք եմ հասցրել։ Վայ, բա գնամ, ոտքերն ընկնեմ, խնդրեմ, որ իրանք ինձ ներեն։ Ու իրանք, ասենք, նույնիսկ մարդը ինքը այսպես ուզում է հիշել, թե այդ ինքը որտեղ է վիրավորանք հասցրել կամ ինչ է արել, չի կարողանում գտնի, հասկանում եք։ Բայց այդ վախից գալիս է ընկնում է ուսուցիչների ոտքերը, խնդրում է, աղաչում է, ինձ կներեք, բան, ես չգիտեմ, ես ինչ եմ արել, բայց եթե ես հանկարծակի անգիտակցաբար ձեզ նեղացրել եմ կամ չգիտեմ, ես եմ արել կամ այն եմ արել, ինձի ներեք։ Ինչի համար, որ վերադառնա, կարողանա զբաղվի իր հոգևոր կյանքով։ Իսկ հիմա ուշադիր լսեք, ես ինչ եմ ասում։ Շատ ուշադիր լսեք, որովհետև ձեզանից ամեն մեկը այս իրականության հետ կարող է բախվել։ Երբ որ դուք գործ ունեք հատկապես սատանիստների հետ, որոնք ձևացնում են իրանց հոգևոր մարդիկ, սովորաբար սատանիստները իրանք շատ սիրում են մագիայով զբաղվել։ Ահավոր են սիրում այդ գործողությունը։ Եվ ինչ են անում իրանք։ Իրանք իրանց համար, իրանց սովորական կյանքով ապրում են, գալիս են, ձևացնում են, որ իրանք հոգևորականներ են։ Անուն ինչի։ Շատ պարզ։ Եթե կրոնը ինքը կազմակերպված է,
Դա նշանակում է կրոնի մեջ կան պաշտոններ։ Պաշտոնը ինքը տալիս է իշխանություն մարդկային զարգացի վրա, տալիս է հնարավորություն ապրել բարեկեցիկ, հարգված, չէ, հատկապես կրոնի մեջ, որտեղ բոլորը ուղղակի ոտքերից առաջ են փռվում եւ այլն եւ այլն։ Շատ ցանկալի իրավիճակ է, չէ, պայմանավորված հոգու համար։ Եվ որ ինչ են անում իրանք։ Այ հենց որ ինչ որ մեկը, այսպես մի միլիմետրանոց սխալ գործեց, իրա վրա արվում է մագիա, այդ ինչ որ մենք սովորաբար կոչվում ենք թուղթուգիր։ Անում են թուղթուգիր, այդ ազնվորությունը ինքը չի կարողանում հոգևոր կյանքով զբաղվել։ Եվ ինքը մտածում է, որ ինքը ուրեմն վիրավորանք է հասցրել։ Գալին գնում է այդ սատանաների ոտքերը, որոնք հենց իրանք էլ այդ ամեն ինչը կոպիտ ասած իրա գլխին կազմակերպել են, եւ ստրուկի հոգեբանությամբ ապաշխարանք է խնդրում մի բանի համար, որը ինքը չի արել։ Հիշեք, միշտ պահպանեք սթափ գիտակցությունը։ Վիրավորանքը դա այն բանը չի, հասկանում եք, որ դուք անեք ու չգիտակցեք։ Այդ չհիշեք, որ դուք վիրավորել եք, որովհետև կան շատ որոշակի գործողություններ, որոնք իրենք կոչվում են վիրավորանք։ Թվարկում եմ, որն է Սուրբ անվան վիրավորանքը։ Вообще 10 վիրավորանքներ են, հա, ուրեմն վիրավորել Սուրբ անձնավորություններին, վիրավորել Սուրբ գրվածքները, վիրավորել Գերագույն Աստծո անձնավորությանը, համարել, որ կիսաստվածներն ու Գերագույն Աստծո անձնավորությունը իրանք նույն մակարդակին են, ուրեմն պահպանել նյութական ցանկություններ, երբ արդեն շատ մեծ քանակությամբ գիտելիք է ստացել հոգևորին վերաբերող եւ այլն եւ այլն։ Հիմա այդ վիրավորանքների ցանկը ինքը տրված է։ Առաջի վիրավորանքը դա Սուրբ մարդուն վիրավորելն է։ Եվ այս սրա վրա շատ մեծ շեշտ են դնում, երբ որ կրոնը կազմակերպված է։ Այսինքն, որ պաշտոնավորը ինքը անձեռնամխելի է։ Ուրեմն երկու գաղափար է առաջ քաշվում։ Դու չես կարող հասկանալ հոգևոր զարգացած մարդուն, եւ դա իրականում ճիշտ է։ Հոգևոր զարգացած, իրական հոգևոր զարգացած մարդուն ճանաչելը շատ դժվար է։ Ոչ մեկ չի երկում։ Հասկանում եք, չէ՞։ Երկրորդը դա նա է, որ ուրեմն դու չես կարող հասկանալ։ Ու այդ որ չես կարող հասկանալ, կարող ես իրան վիրավորել։ Իսկ եթե վիրավորեցիր, քո հոգևոր կյանքը ավիրվում է։ Դուք հասկանում եք, այս գաղափարները իրանք այդ ինչ կոնֆետկա են ընդհանրապես կեղծարարների համար։ Խորամանկ կեղծարարների համար։ Հասկանում եք, տեսեք, որտեղ օրինակ բռնակալները, իրանք շատ պարզ են։ Իրանք ասում են, հենց չլսեցիր, հենց մի բանը մեր համապատասխան չարեցիր, քեզի կպարկասնենք ամբողջ ժողովրդի առաջ կճիպոտենք, այնքան մինչև կսատկես, այն որ ուրիշներն էլ դաս քավեն։ Այսինքն այնտեղ բռնությունը մի անգամից կոպիտ բռնություն են կատարում բոլորի համար ակնհայտ։ Հասկանում եք, արդարություն կա, իհարկե չկա։ Ինչու՞, որովհետև դա ինչ-որ մի տղամարդկանց կապրիզից է կախված։ Ինքը այդտեղ ինչ-որ նստած է ղեկավար, ինքը Աստված է, ասես բոլորին գիտի, թե ում հետ ինչ պիտի անի, մի հատ ճիպոտ է ձեռքը վերցրել, ու իրան իրավունք է տալիս այդպես վարվի, արդար, անարդար, չէ, օրինակ ասենք գյուղեր կան մուսուլմանական աշխարհում, չէ, որտեղ մինչև հիմա ընդունված է, եթե կինը դավաճանել է տղամարդուն, իրան միջև վիզը սաղ-սաղ թաղում են, հետո գլխին այնքան են քարերով խփում միջև մահանա։ Եվ դեպքեր կան, երբ որ տղամարդիկ, ովքեր ուզում են ազատվել իրանց կնոջից, որտեղ զգայական վայելքի տեսանկյունից բավարարված չեն, եւ ուրիշ կին են ուզում առնեն, հա, այնպես են ներկայացնում, որ կինը իրեն դավաճանել է, եւ այդ կնոջ հետ այդպես են վարվում։ Պրծավ ամեն ինչը։ Պարզ հասարակ բռնության դաշտ։
որտեղ ընդհանրապես չկա արդարություն։ Դրա համար դեմոկրատները դուրս են գալիս, ասում են, ուրեմն չի կարելի պահվան պատիժ, հա, չի կարելի ոչ մի բան, ինչը կանգնացնում է մարդու կյանքը, ինչու, որտեղ չկա արդար դատավարություն։ Հա, եւ քանի դեպքեր կան, չէ՞, հազարավոր դեպքեր կան, որտեղ մարդիկ օրինակ ցմահ բանտարկության են դատապարտվել, 45 տարի նստել են բանտում, հետո ապացուցվել է, որ իրանք անմեղ են եղել։ Ով պատասխան տվեց այդ կյանքի համար, ոչ մեկ։ Երկու անգամ ինչ-որ միտեղ հերոստացույցով ասեցին, երկու հատ բանի մեջ գրեցին, որ սուրճի, սիգարետով սուրճի բանով կարդան եւ ասեն վայ, ես ինչ լավ չէր ու բաց։ Ամեն ինչը շոուի է վերածվել։ Բայց դրա հետևում ջարդված, չապրած կյանքեր են, չէ՞։ Ու այնտեղ բռնություն եւ վերջ։ Խորամանկները ուրիշ ձև են անում, իրանք բռնությունը գործադրում են մագիայի միջոցով։ Ուրեմն կա պարզ բան, ինչ է նշանակում սուրբ մարդուն վիրավորել։ Սուրբ մարդու առաջի վիրավորանքը, չէ, դա նա է, ինքը վիրավորանքը հնչում է այսպես. թույլ չտալ սուրբ մարդուն տարածել Աստծո փառքը։ Այսինքն քարոզող սրբին չի կարելի կանգնացնել, եթե ինքը խոսում է Աստծո մասին։ Արդեն կապ չունի, ինքը մուսուլման է, քրիստոնյա է, հինդուիստ է, ով է, ով որ փորձում է խոսել Աստծո մասին, հա, ինչքան որ ինքն է հասկանում։ Սա էլ պետք է հասկանանք, չէ՞, որ ամեն մեկը իր սահմաններում։ Պետք է թույլ տալ, որպեսզի բոլոր Աստծո մասին խոսացողները խոսան։ Եվ ամեն մարդ ինքը ընտրի, թե իրան որ մի գաղափարն էր, որտեղ ամեն մեկը ինչ-որ իր մակարդակը ունի, չէ՞։ Եվ այստեղ չի կարելի որ բռնություն լինի։ Սա պետք է շատ ազատ դաշտ լինի։ Հասկանում եք, որտեղ այդ բռնությունը ինքը լավ չի, ասենք խորամանկություն անել, նուրբ բռնություններ կատարել, որպեսզի չգիտեմ, հազարավոր հետևորդներ հավաքել, այդ Աստծուն չես կարող, չէ, խաբել։ Հիմա տեսեք ինչ է արվում։ Ուրեմն առաջինը դա սուրբ ազնվորության ֆիզիկական մարմին տառապանք պատճառելն է։ Հա, մեր ժամանակներում այստեղ գնում է, այո, բուկվալնա ֆիզիկական բանը, բռնությունը։ Հա, եթե դուք հիմա մի հատ նայեք հայոց քրիստոնյա եկեղեցու պատմությունը, չէ, այդտեղ լիքը, մենակ հայոց չէ, որտեղ ուզում եք նայեք։ Լիքը, ասեց հիմնականում բոլոր նրանք, ովքեր հայտարարված են սրբեր, եթե իրանք եղել են իմինը մանախներ, հայերեն ոնց է մանախ, այմա չեմ հիշում էլի կներեք, այմա նորից չմտնում էլի այնտեղ։ Մանախները, չէ՞։ 90%-ի տաճաբահենար է, քան իրանք կենդանի են եղել։ Գնա մեռի, արի սիրեմ։ Ամեն ինչ արել են, որ մեռնի, Սուրբ Կարապետը ինչ ա եղել։ Քանի տեղ ա, ինչքան ես եմ տեղյակ էլի, կարող է սխալ եմ տեղյակ, բայց այդպես եմ կարդացել, որ Չեմ իր մարմնի ամեն մի մասը ինչ-որ միտեղ թաղած է։ Հասկանում եք, այսինքն առաջին վիրավորանքը դա է, եթե դուք սուրբ մարդու ծեծել եք, չգիտեմ, կամ ավելի նուրբ, փորձել եք թունավորել։ Չէ, օրինակ, ես ոյմա ձեր առաջ նստացեմ, ես այս թեմայից ինչի եմ տեղյակ, որտեղ ես այդ ամեն ինչի մեջով անցել եմ։ Ու ես շատ լավ գիտեմ, թե այդտեղ ինչեր է կատարվում։ Օրինակ, ես ունեմ այդպիսի փորձ, երբ որ ես մտել եմ, որպեսզի ասենք, դասախոսություն կարդամ հոգևոր թեմայով, չէ՞, եւ իմ մոտ բերել են, դրել են բաժակով ջուր, այդ բաժակով ջրի վրա դրվել է սուրբ բույսի տերև, համարվում է որ բան էլի, հա։ Եվ երբ որ չորանում եք, որտեղ ես միշտ զգուշացնում եմ, որ շատ եմ խոսում, ձայնալարերս լավ վիճակում չեն, հա, որ ինձ միշտ ջուր են դնում։ Այդ ջուրը բերել դրել են, ես մոտենում եմ, այդտեղ որտեղ պիտի նստեմ, որ դասախոսություն կարդամ, մի երիտասարդ աղջիկ այսպես արագ կողքովս անցնելով, այսպես էլի որ գլուխը դաժե չթեքեց։ Հասկանում եք, արագ ասեց, բայց այնպես որ չերևա, որ ինքը ինձ հետ խոսած։
Ու ինքը ասաց արագացնելով ասաց մատաջարչի հետ ջրին հանկարծ չկպնեք ու անցավ։ Հարց. Ինչ էի արել այդ ջրի հետ։ Հասկանում եք։ Այսինքն այդպիսի բաներ կան։ Մեր ժամանակներում դա կամ ուղղակի ֆիզիկական բռնությունն է, կամ այ խորամանկ ձևերով։ Սրբին կարելի է թունավորել, չգիտեմ, սրբին կարելի է դեղեր տալ, չգիտեմ, միջանել էս անել են անել։ Ինչ ասես։ Հա, սա առաջի վիրավորանքն է։ Երկրորդ վիրավորանքը՝ թույլ չտալ, որպեսզի սուրբը կատարի իր ցանկությունը։ Հիմա սրբի ցանկությունը ո՞րն է։ Ես միշտ այդ նույն բանն եմ ասում, աշակերտներս ծիծաղում են։ Սուրբը չի գալու ասի, գիտեք, ես ուզում եմ գնամ գիշերային ակումբ։ Սրբի ցանկությունը դա Աստծո փառքը տարածելն է, ինքը ուրիշ ցանկություն եւ դրա հետ կապված ամեն ինչը։ Հասկանում եք, այն որ նպաստում է նրան, որ ինքը կարողանա դա անի։ Всё, ինքը ուրիշ ցանկություն չունի։ Երբ որ մենք անում ենք այնպիսի քայլեր, որ սուրբը ինքը դժվարանա կամ ընդհանրապես չկարողանա Աստծո փառքը գովերքի, մենք իրան հասցնում ենք վիրավորանք։ Հիմա հնարավոր է, որ մենք, ասենք, չգիտեմ, բան անենք էլի, կանգնացնենք սրբին, որ թույլ չտանք, որ ինքը Աստծուց խոսա, ու մենք չիմանանք, որ մենք տես բան ենք արել։ Հա, կամ ձեռք բարձրացնենք սրբի վրա, ու չիմանանք, որ տենց բան ենք արել, կամ թուղթ ու գիր անենք սրբի վրա, որ ինքը չխոսա, ու չիմանանք, որ տենց բան ենք արել։ Դա հնարավոր չի, չէ՞։ Այսինքն այն ինչ որ թվարկված է, դա ակնհայտ է։ Հիմա եւ ամենավերջի վիրավորանքը՝ պարտադրել սրբին քո ցանկությունները։ Հասկանում եք։ Հիմա այս երեքը, որ ես թվարկեցի, դուք կարող եք այդ երեքը անեք ու չիմանաք, որ արել եք։ Այսինքն դուք չիմանաք, որ օրինակ մոտեցել եք սրբին, օրինակ ինչ նշանակում թույլ չտալ, որ պարտադրել քո ցանկությունը, հա։ Դա նշանակում է, որ դուք մոտենում եք սրբին, ու ասում եք այս ինչ բանը սենց կասես, կամ այսենց կլինի։ Եթե դուք դա արել եք, կարող է չիմանաք, որ արել եք։ Այսինքն, ֆիզիկական նեղություն եք պատճառել սրբին, իրան մագիայով եք փորձել վնասել, կանգնացրել եք իրա քարոզը, հա, կամ պարտադրել եք իրան քարոզի ձև, այս գործողությունները, որոնք համարվում են սրբին հասցված վիրավորանք, հնարավոր չի անել ու չիմանալ։ Հասկանում եք։ Դրա համար, երբ որ ձեր հոգևոր կյանքը ինքը ինչ որ սայթակում է, միանգամից շատ բարձ հասարակ նայում եք, եթե դուք այս բաները չեք արել, զորով ձեր վրա մեղք մի վերցրեք, զորով մի գնացեք, այդ մարդկանց ոտքերը մի ընկեք, մի ասեք, վայ կներես, բան, ես երևի անգիտակցաբար վիրավորել եմ քեզ, չգիտեմ ինչ եմ արել, չկա այդպիսի բան։ Պարզ հասարակ կետեր են, որն է Աստված ընդունում որպես սրբին հասցված վիրավորանք։ Ես ձեզ թվարկեցի այդ կետերը։ Հասկանում եք, եւ այո, իհարկե, եթե դուք արդեն դա տեսնում եք, որ այո, ես դա արել եմ։ Ու հիմա էլ հետևանքը ստանում եմ։ Կա, բայց տեսեք, ինքը շատ ավելի ուրիշ պատճառներ էլ կան։ Համարում եմ ինչ-որ կիսա Աստծուն Աստծուց հավասար։ Տարբերություն չեմ տեսնում Աստծո եւ նրա մարմնավորումների միջև, հա? Կամ ասենք, վիրավորանք եմ հասցնում սուտ գրվածքներին,
Օրինակ ասում եմ, էսի հեչ, մյուսը չգիտեմ, սենց, մեկը ոչ, ամեն տեղ ինչ որ գրած է Աստծո մասին, ինքը մի քիչ կիսատ է, մի քիչ պրատ է, կարող է սխալ լինի, կարող է ճիշտ լինի, այդ բոլոր բազմազանությունը նախատեսված է տարբեր տեսակի մարդկանց համար։ Եվ օրինակ անձամբ ես այդ կետում 100%-ով ինձի շտկել եմ, երբ որ հասկացել եմ Շանկարայի դերը, հա, արական քաղաքակրթության մեջ Հնդկաստանում Տեր Շիվան ինքը տվել է այդպիսի մարմնավորում, որի անունն է Շանկարա։ Շանկարան ինքը շատ ընդունված հոգևոր հեղինակություն է Հնդկաստանում եւ ինքը վերջնականում այդ ամբողջ գաղափարախոսությունը արիացիների տանում է այն ուղղությամբ, որ երբ որ դու ինքնակ իրականացման ես հասնում, հենց դու էլ Աստված ես դառնում։ Դարիդրա Նարայանա, աղքատ Նարայանա։ Հասկանում եք։ Հիմա եւ տեսեք, իրանք սուրբ գրվածքները կամ ուրիշ հեղինակությունները իրանք բացատրում են։ Ով է Շանկարան։ Իրանք ասում են, այ դրանից առաջ էպիզոդ է եղել, երբ որ Տեր Շիվան ինքը հրահանգ է ստացել Արարչից, որ իրան ասել է գնա եւ մոլորեցրու նրանց, ովքեր որ իրանց այդ ծու ստից իջող գաղափարներով գալի մտնում են Բակտիի դաշտ, այսինքն բացում են այդ դաշտը, հա, եւ Շանկարան ինքը եկել է, այսպես շատ ծավալուն մեկնություններ է գրել, որպիսի այդ ազնվորություններին շեղի այն դաշտից, որտեղ իրանք մտնում էին եւ այդ դաշտը աղավաղում էին իրանց սխալ գաղափարներով։ Հասկանում եք, տեսեք, եւ այդտեղ դու ինչ-որ բան ես, ինչ-որ մի մշակույթ մտավ, չէ՞ քո մեջ, որ դու ի վիճակի չես միշտ հասկանաս, թե Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը որտեղ, ում հետ, ինչը, ինչի համար է իրան տվել։ Այսպես որ երբեք չսխալվես, պիտի մի անգամից ընդունես մի գաղափար։ Աստված լավ գիտի ում ինչ է տալիս։ Հասկանում եք։ Օրինակ ես մի ազնվորություն գիտեմ, որ այս պահին ինքը շատ լավ քաջատեղյակ է, ասենք Բակտիից։ Թվում է, որ շատ արժևորում է Բակտին, բայց վերջնականում գնաց Իովականների մոտ։ Ես ինձ հարց տվեցի, ասի թարգիր էլի, ես մարդը, որ այդպիսի մակարդակով գիտի Բակտիի տեսակետը, ինչու ընդունեց Իովականներին։ Հասկանում եք, հետո մի որոշ ժամանակ մեկ էլ հանկարծ ոնց որ սենց Աստված ուժեր, հա, այ մատանստի, դե ինչու նա բանը։ Այդ ազնվորությունը ինքը ես բառերով չեմ կարող նկարագրեմ, թե ինչպես է կապված իր մարմնին։ Ինչ են ասում Իովականները, գեղեցիկ է եղել։ Ինչ են ասում Իովականները, ասում են դու քո մարմնով դուրս ես գալու գերեզմանից, հա, ու հավերժ ապրելու ես։ Այ մի հատ այդ գաղափարի հետևից, տեսեք, ում համար ինչ է նախատեսված, չէ՞։ Ու ես հասկացա, ասեցի, այո, իրոք Աստված այդ մարդուն տարել է հենց այն գաղափարի հետևից, որը իրան այդքան ցանկալի է, որ եթե դու չես ուզում այս մարմինդ կորցնես, մահից հետո էլ ես այդ նույն մարմինը ունենալու։ Ու այդ մարդը այդ մենակ այդ գաղափարի հետևից գնալու համար գնաց այնտեղ։ Տեսեք, տեսությունը իր համար էր նախատեսված։ Հասկանում եք, ամեն մի տեսություն ինքը ինչ-որ մի տեսակի պայմանավորված վիճակի համար է նախատեսված։ Եվ այդ ամեն ինչը մի կողմից իրական հոգևոր ճանապարհից շեղելու բաներ են, որ այդ ճանապարհը չաղավաղվի, հասկանում եք։ Մյուս կողմից էլ մարդկանց հետաքրքրությունները բավարարելու։ Եվ կա մի ճշմարտություն, չէ՞, ով ուզում է լինել խաբված է լինելու, ով ճշմարտության հետևից է գնալու, ճշմարտությունն է իմանալու։ Եվ այդ ճշմարտության հետևից գնալը ինքը շատ խաղաղ սիրտ է ուզում։
Իսկ աղանդավորը խաղաղ սիրտ չի կարող ունենալ, որովհետև աղանդը միշտ իրան կռվեցնում է ուրիշների հետ։ Անհուն դժողականություն է մտցնում։ Հասկանում եք։ Օրինակ ինձ համար շատ հոգեհարազատ է Բաքթիվինոդ Թաքուրի ասվածը, երբ որ ինքը ասում էր, երբ որ ես անցնում եմ ինչ-որ մի տեղով, որտեղ երկրպագում են Աստծուն, ինչ-որ ուրիշ ձևով, ես ընդամենը մտածում եմ, այստեղ երկրպագում են այն նույն Աստծուն, որին ես սիրում եմ, ուղղակի ինձ համար անսովոր ձևով։ Ուսո։ Հասկանում եք, այսինքն, երբ որ ասվում է, ես սա էի քննարկում, չէ, հիմա ասենք, մենք հիմա պետք է հասկանանք, իսկ ինչ է նշանակում, իսկ ինչ է, այսինքն, երբ որ ազնվորությունը ինքը վիրավորանքով կրկնեց, ինքը կորցնում է, որտեղ ինքը մեղք գործեց, այսինքն իր արած մեղքերի վրա ինքը մի հատ էլ մեղք գործեց, դա ինչով պիտի վերջանա, երբ որ կենդանիակը ինքը մեղք է գործում, ինքը ծանրանում են իր կյանքի իրավիճակները։ Եվ ես արդեն բացատրեցի, որ միշտ չի, որ այդ իրավիճակները ծանրանում են, որովհետև մենք մեղք ենք գործել։ Մեկ-մեկ, եթե մենք դարձել ենք ինչ-որ մի կեղծարարի աշկի փուշ, չէ, այդտեղ կարող են մագիայով հարձակվեն ձեր վրա։ Եվ միշտ պետք է այդ դա հաշվի առնել, այսինքն պետք է ստապ գնահատել, ես գիտեմ վիրավորակների ցանկը, որն եմ սրանցից ես խախտել, եթե ոչ մեկը կոպիտ չեմ խախտել, ուրեմն իմ վրա հարձակում է տեղի ունեցել, և դրա համար է, որ ես չեմ կարողանում մոտենալ հոգևոր կյանքին, սա է ուզում ձեզ բացատրեմ, որտև սա ես դժվարանում եմ ասել, թե սա ինչ կարևոր թեմա է, ընդհանրապես անկեղծ հոգիների համար, երբեք թույլ չտաք ձեզ խաբել, որ դուք վիրավորանք եք հասցրել, եթե դուք դա չեք արել։ Հիմա, հաջորդը, ասվեց ամիջապես տեքստում, Ռահման ասեց, որ երբ որ կենդանիակը գիտակցաբար թե անգիտակցաբար կրկնում է Գերագույն Աստծո ազնվորության անունը, իր մեղքերը վառվում են։ Ինչպես է դա արտահայտվում։ Երբ որ մարդը ինքը վիրավորանք է հասցնում, իր մոտ միանգամից ակտիվանում են մեղքի հանդեպ ակումը։ Այսինքն ինքը միանգամից վերադառնում է, եթե մինչև այդ չի արել, միանգամից վերադառնում է մսակերությանը, վերադառնում է ինտոքսիկացիաներին, ծխել, խմել, չգիտեմ, նարկոտիկ, եսի միջ, վերադառնում է ազարտին, վերադառնում է ազատ սեռական կյանքին։ Այդ է մինիմում, այսինքն միանգամից։ Իսկ եթե ազնվորությունը ինքը անմեղ կերպով է Գերագույն Աստծո ազնվորության անուն տալի, ինքը չի գիտակցում ընդհանրապես ինչի հաշվին, ձեռք է բերում այդ մինիմալ մաքրության սկզբունքները պահելու ուժ։ Այսինքն ինքը միանգամից, ինքը չի գիտակցում, այդ ոնց եղավ, ինքը ուղղակի Գերագույն Աստծո ազնվորության անուններն է կրկնում, արիացիների մոտ կոչվում է մանտրա է կրկնում, եւ մեկ էլ տեսնում է, մսակերությունից հրաժարվեց, ծխել խմել ինտոքսիկացիա հրաժարվեց, ազարտին ոչ էլ մի առանձնապես ձգտում էր, вообще չի ձգտում, սեռական կյանքը կարգավորեց։ Այսո։ Ու սա սիմպտոմ է, որ անունը, որը դու կրկնում էիր, ունի զորություն։ Հասկանում եք, փորձեք վերցնեք լյուբոյ ուրիշ անուն, որը վերագրվում է Աստծուն, միլիարդ անգամ կրկնեք, և տեսեք, դուք կարողանում եք մաքրության մեջ հաստատվել, այդ էլ է առաջիկերի, որ դուք չեք կարող բացատրել, ոնց է եղավ։ Հասկանում եք, այլ որ դուք չեք կարող բացատրել, մեկ էլ աննկատ զգում եք, որ հոպ էսի էլ չեք անում, հոպ էսի էլ չեք անում, ձեզ թվում էր, որ այս սրանից դուք կյանքում չեք հրաժարվի, բայց մեկ էլ հոպը չկա։ Այդ դա խոսում է նրա մասին, որ դուք գործ ունեք իրական Աստծո, իրական անվան հետ, որովհետև այդ անունը ունի մաքրագործող ուժ։
Եվ այո, եթե այդ անվանը վիրավորանք է հասցվում, հակառակ էֆեկտն է ստացվում, ավիրող ուժ ունի։ Հասկանում եք։ Այսա շատ ուզում էի, որպեսզի կարողանամ, չգիտեմ, ինչքանով կարողացա, այս թեման ինքը շատ կարևոր թեմա է։ Հա, եւ այո, իհարկե, ինչի ասեցի ամենասկզբում, որ ես վախենում եմ այս ամեն ինչը ասեմ, որովհետեւ հենց որ ես ասում եմ այդ դրա մասին, այդտեղ միանգամից օրինակ սկսվում է սև մագիա արվել, որպեսզի հիմա էլ մարդը ինքը կրկնի այդ անունը ու արդյունք չստանա։ Դե նրանք ովքեր դա անում են, իրանք հետո կոպիտ ասած Աստծուց են ստանալու իրենց պատասխանները, իսկ Գերագույն Աստծո աստվածության անվան ուժի հետ կապված ընդհանրապես կասկած պիտի չլինի։ Եվ որն է մեթոդը, հա, որն է մեթոդը։ Վիշվանցիա ճակրավարտի թակուռը ինքը մի հատ շատ կարևոր սկզբունք է առաջ քաշում, որ ասեք արդեն կապ չունի, վիրավորանք ես հասցրե, մագիա են արե, թե ինչ են արե, քո բանը, քո հիմքը պիտի մնա դա, դու կարողանում ես Սուրբ անունը կրկնես, թե ոչ, հա, եթե դու չես կարողանում կրկնես, ոչ թե պիտի տրվես այդ էներգիային, Վիշվանցիա ճակրավարտի թակուռը ինքը ասում է, ազատվել վիրավորանքից հնարավոր է ընդամենը մի ձևով, շարունակել կրկնել Աստծո անունները առանց վիրավորանքի։ Ինչ է դա նշանակում։ Եթե դուք զգում եք, որ վիրավորել եք Սուրբ անունը, ուղղակի առավոտյան զարթնում եք, մոտենում եք Աստվածությանը, կամ չգիտեմ, կապ չունի, ինչ հավատի մեջ եք, ոչ մի կապ չունի, մոտենում եք ձեր Աստվածությանը եւ ասում եք. Եթե ես քեզ վիրավորանք եմ հասցրել, խնդրում եմ ներ ինձ։ Եթե չեք գիտակցում, թե ինչ վիրավորանք եք հասցրել, սովորաբար կրոնի մեջ, բոլոր կրոնների մեջ վիրավորանքների ցանկը ներկայացված է։ Հա, ներիր ինձ խնդրում եմ։ Եվ փորձում եք առանց այդ վիրավորանքի Աստծո անունները կրկնել։ Եվ հենց այդ կրկնողությունը ինքը վառում է եւ վիրավորանքը եւ մագիան։ Եվ այսօր այսքան, սիրելիներս, ես ձեզ բոլորիդ հոգևոր կյանքում մեծ հաջողություններ եմ ցանկանում։ Բոլոր անկեղծ հոգիները պետք է հասկանան, որ իրանք Գերագույն Աստծո անձնավորության կողմից պաշտպանված են։ Այո, իհարկե, բոլորիս կյանքում էլ կարող են պատահել նույնիսկ ամենամտերիմ անձնավորությունների կողմից ագրեսիվ քայլեր, չէ՞։ Բայց մենք էլ ինչ որտեղ պիտի մի քիչ զգոն լինենք եւ պաշտպանենք մեր հոգեվոր կյանքը։ Հաջողակ եղեք հոգեվոր կյանքում։ Ստեսություն ձեզ։